Չեմ հիշում, այս մեկ արտահայտությամբ կարելի է բնորոշել ոստիկան Շահեն Հարությունյանի ամբողջ ցուցմունքը։ Հոկտեմբերի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գևորգյանի գործով դատական նիստը։ Շահեն Հարությունյանը, որն արդեն երկրորդ անգամ է դատակոչվում այս գործով, նոր ցուցմունք։ Ակնհայտ էր, որ դժողը տալիս է այն ցուցմունքը, որը նա արդեն նախապես պայմանավորվել եւ պլանավորել էր, որ պետք է ոչ մի բան չհիշի, պետք է ավելորդ հարցերի, պետք է ավելորդ պատասխաններ չտա, նոր ավելի բարդ իրավիճակում չհայտնվելու համար եւ այդ պատճառով հենց թեկուզ այն հարցը, որ նախկին ցուցմունքներից ես տվեցի, որ որևէ իր գտել ես թե ոչ, հենց վկայում է այդ հանգամանքի մասին, որ նա ամեն ինչի պետք է հստակ պատասխանի, որ ոչինչ չի հիշում։ Անիմաստ ուղղորդված եւ լավ անգիր սովորեցրած ցուցմունք ոստիկանի կողմից, որը 180 աստիճանով փոխեց սեփական ցուցմունքները, սակայն չընդունեց, որ ցուցմունք է տալիս, այլ պատճառաբանեց, թե ընդամենը չի հիշում անիմաստ ինչ-որ տրամաբանության մեջ չտեղավորվող պատասխաններ։ Հարցաքննումից անմիջապես հետո դատավոր Եվա Դարփինյանը հայտարարեց, որ դատն անցնում է վիճաբանությունների փուլ եւ տղաների փաստաբանին խնդրեց պաշտպանական ճառ ներկայացնել։ Պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ ճառին պատրաստվելու համար իրենց ժամանակ է հարկավոր եւ եւս մեկ անգամ միջնորդեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու համար։ Փաստաբանը նշեց, որ դատարանն այլևս հիմքեր չունի Տիգրանին կալանքի տակ պահելու համար, քանի որ նախագահի հայտարարած համաներումը տարածվում է նաև նրա վրա։ Սակայն դատարանը չցանկացավ լսել այս միջնորդությունը։ Դատարանը դա պատճառաբանում էր դատական վիճաբանությունների փուլում գտնվելու հանգամանքով, որը եւս մեզ չի զրկում այդ փուլում միջնորդություններ անելու հնարավորությունից։ Չնայած այդ դեպքում դատարանը կարող է այդ հարցին անդրադառնալ արդեն վերջնական դատական ակտի ժամանակ։ Այդ ժամանակը կարող է, այսպես ասած, փոխհատուցվել Տիգրան Առաքելյանի ազատությամբ, այսինքն 1 ամիս կամ 2 ամիս կամ 3 ամիս հետո պետք է դատական ակտը կայանի, իսկ այդ ընթացքում Տիգրան Առաքելյանը պետք է բնականաբար գտնվի անազատության մեջ։ Բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով, քաղաքական պատվեր կատարելով, այսօր փորձում է ուղղակի շատ արագ կերպով վերջացնել դատական process-ը, որում մենք արդեն շատ մեծ հաջողության են կարելի հասնել պաշտպանական կողմը ապացույցները հերքելու, ապօրինի ապացույցները հերքելու, մյուս ապօրինությունները բացահայտելու առումով։ Եվ այսպիսով այս ամեն ինչը նրանք հասկանալով շատ արագ ուզում են ազատվել այս գլխացավանք դարձած գործից, ինչին մենք որպես պաշտպանական կողմ փորձում ենք դիմադրել։ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դեմ դատը ձգվում է արդեն 2 տարի։ Այս ընթացքում գործը քննվել է Երեկատյանում եւ Վճռաբեկ դատարանից վերադարձվել Վերաքննիչ։ Գործի հիմքում 2011 թվականի օգոստոսի 9-ին Երևանում Կարապի լճի մերձակայքում ոստիկանների եւ ՀԱԿ ակտիվիստների միջև եղած վիճաբանությունն է, որի համար 2012-ին ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6, Արտակ Կարապետյանին 3, իսկ Սարգիս Գևորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին 2 տարվա ազատազրկման։ Գործի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանը կալանքի տակ է, կալանք, որը շարունակվում է անգամ համաներումից հետո։ Նիստի ավարտին նա հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից եւ պահանջում արդարացման դատավճիռ։ Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին։ Ինձ արդարացման դատավճիռ ապետ, որը լինելու այս դատանի կազմում, թե մի ուրիշ անգամ, դա լինելու է։